Այսօր առավոտյան ժամը 10-ին Բաքվից Երևան է ժամանել ադրբեջանական ավիաուղիների օդանավը։ Քաղաքավիացիայի կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ Ադրբեջանից պատվիրակություն է եկել։ Տեղեկությունը հաստատել է նաև Հայաստանի արտգործնախարարությունը, նշելով, որ կտրվի լրացուցիչ մամուլի հաղորդագրություն։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Երևան ժամանածների շարքում է փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը։ Նա գլխավորում է սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։ Ապրիլի 22-ին այս նույն ինքնաթիռն իրականացրել էր Բաքու-Աստանա չվերթը։ Աստանա քաղաքում կայացել էր գագաթնաժողով, որին մասնակցել է ադրբեջանական պատվիրակությունը երկրի վարչապետ Ալի Ասադովի գլխավորությամբ։ Սիրելի ժողովուրդ, քաղաքականության ֆինանսավորման մեր իդեալը, որի հետևից մենք գնում ենք, հետևյալն է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական դրամահավաքը սկսված է, տեսանյութ է հրապարակել Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի վարչապետը նշել է, որ իրենց քաղաքական գործունեությունը ծավալելու համար անհրաժեշտ է, որ 1000 մարդ փոխանցի 1 դրամ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը քաղաքական գործունեություն ծավալելու համար պետք է 1000 դրամ, մենք պետք է գտնենք ոչ թե մի հոգու, ով մեզ կտա 1000 դրամ, այլ մենք պետք է գտնենք 1000 հոգու, ով մեզ կտա մի դրամ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական դրամահավաքը սկսված է։ Նիկոլ Փաշինյանը նորից շեշտել է, որ Հայաստանի քաղաքացին պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնաբերել է թունավոր բաղադրիչներով խաղալիք։ Իրականացվել է խաղալիքի նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ դինոզավր անվամբ վաճառվող այս խաղալիքի բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր թունավոր նյութեր։ Արդեն իսկ հանձնարարվել է խանութներից հետ կանչել խաղալիքներն ու ոչնչացնել։ Տեսչական մարմինը հորդորել է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքից, հանձնել տեսչական մարմին երեխաների առողջության համար հնարավոր վնասներից խուսափելու նպատակով։ Պատմական իրադարձություն Հայաստանն ու Վրաստանը 2029 թվականին կհյուրընկալեն FIFA-ի երիտասարդական աշխարհի առաջնությունը։ Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացվել է FIFA-ի գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը։ Առաջին անգամ մեր երկիրը կհյուրընկալի համաշխարհային մակարդակի խոշորագույն ֆուտբոլային մրցաշար։ Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Լիբանանի Ջեբջիթ քաղաքին, մասնավորապես թիրախավորվում են Հեզբոլլահի ենթակառուցվածքները։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, թե հայտնաբերել եւ ոչնչացրել են խմբավորման 2 խոշոր ստորգետնյա թունելներ։ Իրենց զինվորները թունելների ներսում հայտնաբերել են զենքեր, ջրի բակեր եւ սարքավորումներ, որոնք նախատեսված են եղել երկարատև մնալու համար։ Նաեւ հայտնել են, որ թունելներն օգտագործել են Հեզբոլլահի անդամներին տեղավորելու համար, իսկ մեկ թունելում եղել է մոտ 10 քնելու սենյակ։ So, ladies and gentlemen, we meet in times of great uncertainty. Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Միացյալ Նահանգների եւ թագավորության միջև կապն անվանել է անփոխարինելի եւ անխզելի։ Մինչեւ միապետը խոսում էր դաշնակցային հավերժական արժեքների մասին, Սպիտակ տունը հրապարակել է նրա եւ Դոնալդ Թրամփի լուսանկարը 2 թագավոր մակագրությամբ։ Հանդիպման ընթացքում Թրամփը չի զսպել իրեն բնորոշ հումորը։ Նա կատակել է բրիտանական անձրևոտ եղանակի մասին եւ խոստովանել, որ իր մայրը ժամանակին սիրահարված է եղել երիտասարդ Չարլզին։ Այս այցի նպատակն է փափուկ ուժի միջոցով հարթել Թրամփի եւ բրիտանական կառավարության միջև առկա լարվածությունը։ I saw it the other day, pictures of Donald Trump. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին Իրանի նկատմամբ նրա դիրքորոշման համար։ Սեփական երկրի խնդիրները մի կողմում թողած ղեկավարը միաժամանակ մեղադրել է Գերմանիայի առաջնորդին Բերլինի տնտեսական եւ այլ խնդիրների համար։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Իրանի համար ընդունելի է միջուկային զենք ունենալը։ Նա պատկերացում չունի, թե ինչի մասին է խոսում, գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ում։ Թրամփը շարունակել է կրկնել նույն թեզերը, հավաստիացնելով, եթե Իրանը միջուկային զենք ունենար, ամբողջ աշխարհը պատանդ կլիներ։ Ես հիմա Իրանի դեմ գործողություններ եմ ձեռնարկում, որոնք այլ երկրներ կամ նախագահներ պետք է վաղուց ձեռնարկեին, պնդել է Թրամփը։ Զարմանալի չէ, որ Գերմանիան այդքան վատ վիճակում է, թե տնտեսապես, թե այլ կերպ, հավելել է ամերիկացի առաջնորդը։
Իրանը ԱՄՆ-ին խնդրել է հնարավորինս շուտ բացել Հորմուզի նեղուցը, մինչև իրենք փորձում են հստակեցնել իշխանության հետ կապված վիճակը։ Հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նշել, որ իսլամական պետությունը, ինչպես իրեն հայտնել են երկրից, գտնվում է փլուզման եզրին։ Զուգահեռաբար Համաշխարհային բանկը հայտարարել է, որ եթե Մերձավոր Արևելքում պատերազմով պայմանավորված մատակարարման լուրջ խափանումներն ավարտվեն մայիսին, ապա 2026 թվականին էներգակիրների գները կբարձրանան 24%-ով, հասնելով ամենաբարձր մակարդակին 4 տարի առաջ մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Կառույցը նաև նշել է, որ հումքի գները կարող են ավելի աճել, եթե տարածաշրջանում ռազմական գործողությունները սրվեն, իսկ մատակարարման ընդհատումները տևեն սպասվածից ավելի երկար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշն անկում է ապրում եւ հասել է իր ներկայիս լիազորությունների ժամկետին նվազագույն մակարդակին։ Ամերիկացիները գնալով ավելի դժգոհ են կենսամակարդակի անկման եւ Իրանի հետ ընթացող ոչ ժողովրդահաճո պատերազմի կառավարումից։ Reuters-ի իրականացրած քառօրյա հարցման համաձայն ամերիկացիների միայն 34%-ն է հավանություն տալիս Սպիտակ տանը Թրամփի գործունեությանը։ Մոտավորապես 2 շաբաթ առաջ իրականացված նախորդ հարցման համեմատ Թրամփի վարկանիշն ընկել է 2%-ով։ 2025 թվականի հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր, երբ նրա վարկանիշը 47% էր, Թրամփի դիրքերը հանրության շրջանում կայուն անկում են գրանցում։ Աղբյուրը նաև հայտնում է, որ հարցվածների միայն 22%-ն է գոհ կյանքի թանկացման դեմ նախագահի իրականացրած քայլերից։ Նախորդ հարցման համեմատ այստեղ անկումը 3%-ի չափով է։ Ապրիլի 29-ին Օգո առցանց կինոթատրոնում տեղի կունենա Բերլին 23 սերիալի պրեմիերան։ Այն քաղաքական դետեկտիվ է, որը պատմում է ռուս դիվանագետ Վյաչեսլավ Վասիլևի մասին, ով բախվում է բարդ միջազգային ճգնաժամի 2023 թվականի ռուս-գերմանական դիվանագիտական արտաքսումների ֆոնին։ Պրեմիերային ընդառաջ գլխավոր պրոդյուսեր եւ սցենարի հեղինակ Վիկտոր Սողոմոնյանը մեծ հարցազրույց է տվել Ռոսիա 24 հեռուստաալիքին, որտեղ մանրամասն ներկայացրել է նախագիծը։ Мы будем считать свою миссию выполненной. Մենք փորձել ենք գեղարվեստական միջոցներով բացատրել իրական քաղաքական իրադարձությունները եւ ներկայացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ փակ դռների հետևում։ Սերիալը ցույց է տալիս, թե որքան բարդ ու պատասխանատու աշխատանք է դիվանագիտությունը, հատկապես այն պայմաններում, երբ աշխարհում լարվածություն կա։ Մեր նպատակն է, որ հեռուստադիտողը ոչ միայն հետևի հետաքրքիր սյուժեին, այլ նաեւ ավելի լավ հասկանա դիվանագետների աշխատանքի բարդությունը։ Սերիալը ներկայացնում է իրական իրադարձություններից ներշնչված պատմություն, փորձելով բացահայտել միջազգային քաղաքականության փակ դռների հետևում տեղի ունեցող գործընթացները։ Ֆիլմի ստեղծողները նշել են, որ այն միավորում է քաղաքական դրաման եւ դետեկտիվ ժանրը, հասանելի լինելով լայն լսարանին։